Կյանքը լավը կլի, եթե չիմ նորմալ լինի։ Մեր ժողովրդին մի ասում են բղանից գյուղում 50 տուն է, թե 100 տուն են կառուցում։ Մարդ կա իր հորտանն էլ չի մնում, ինք Երևան ապրում։ Ծրագիրը տվել են նրան, ով այնքան ասենք տղա ունի, երեխա ունի, ուզում է Մոսկվա ապրի, գալիս է իր համար տուն է շինում։ Իսկ գեղամը կարող է մարդ կա հմի տանը 3 տղա ունի, ամուսնացած չեն, հեկուց նրան տուն է պետք է։ Նրան տուն չի հասնում, ասում է դեռ ամուսնացած չի, ծրագրի մեջ չեք։ Մեկն էլ ամուսնացած Երևան ապրում է, եկել 3 տուն է շինում։ Ես էլ ավազ եմ մաղում, որ մի քանի մանեթի տամ ապրեմ, յոլա գնամ։ Էնա, դենը պահի մի հատ, չորը անտառ ասախ, թույլ չեն տալի, մի կտոր թուղթ չեն տալի ժողովորդը փետ բերին։ Նայ վտի վրա չորացել է, են հեմնում է, ասում են, կամիս են գալիս է ժողովանում, ասում է թող փայտ փորի գնուտ է։ Ժողովորդին չեն տալի, էսա եկել է հունվարից առաջ մի ամիս դոկումենտին տալ, ասել մի ամսը բերիք, ոչ վсё, պրծավ դեր գործը։ Մի երկու հատ էլ են անդեր են եկել, սաղորո հետ YouTube-ով բանով խոսում են, բնապահպանն են։ Գնացինք ասմասարն բռնեցինք, մի քանի կոճղ էին կտրել, որ բանը պետք է են չեն տենում։ Եղացին կարող է մի աղքատ մարդ գնացել է կացնով մի քանի փետա կտորել։ Այդ տենում են, իսկ ուրիշ բան չեն տենում։ Գնում են գալի ամեն օր հաղորդում, որ անտառը կտրեցին։ Լա մի հատ դուշը գնացեք դեք ինչ վիսկի անտառ ունենք։ Սրանից 10-20 տարի առաջ կտրող, որ են ասում են անօրինակ անկտրեին։ Այն հենց անտառ դուշ է եկել, չես կարա միջով նանցկենաս։ Մի մեծ ծառա, ասենք, չեն թողում կտրեն, ասենք պետականորեն կտրեն, ժողովրդին տան, որ այդ ծառի տակին 100 ծառա դուրս գալի։ Վտի վրա չորացած ծառերը, ասում է թող փայտ փորի գնուտ է, ջեր չի տակը, ժողովրդին մեկ տա, թողեք դենց անտառում մնա։ Էս ասայ գազը գնում է 15 մետրա, կարեմ չեմ քաշեմ, մետրին 6000 դրամ է ինչա, որ տուն հասցնեմ գազը ստեն։ Այս գյուղը որ այս գազերը քաշեցին, միջի հարուստներին, գեղի, գյուղսովետ իշխատողներին, սաղի տունը անփող գազ քաշեցին։ Ասին սկզբնական 50 տուն ծրագիր կա, անփող։ Այս մնացածը թող կտորվին։ Մարդ կա հմի այն դիմաց թաղումը 200 մետր 6000 դրամով պետքա գազը մետրեն տանի իր տուն։ Բայց որ գլխավոր մագիստրալը տանեն տանից գոնե մի 5-6 մետր ալի մարդը կքաշե գազը։ Դե Զաղ գեղը հոնակ ծել կարալյու։ Մի տոչկա չկա ժողորդը տանեն մի հիմնարկ հանձնեն, այսօր մինը 50 կիլո հոնա հավակել, չի կարեմ տանի հանձնել, ոչ մի տեղ, հոնարն հոնալ գալիսա ձերներս է կանգնում ասմա, 250-300 դրամով եմ տանում, բայց որ մի հիմնարկ ալի ասենք ընդունման կետ, ամեն էկողը, ամեն ընտրությունից առաջ էս ենք շինում, ունիվերմակ ենք շինում, ընդունման կետ ենք շինում, ոչ մի բան էլ չկա, ժողորդից գալիս են բաները, առտուրականնին, ասմա քաղե հոնը գալու եմ տանեմ, 2 օր չի գալիս հոնը փչանումա ոչ կնեն ասում որ մի քանի լիտր հողի անեն էտա իսկ որ կետը լին թունման մարդիկ ինձ կարտոշկայա պոպոկա կտանեն կհանձնեն ժողովրդի համար լավ կլի ոչ մի բան ասում են լավ բան ես ասում են ինչ ես կամերայի ղաքին խոսում ավել լավ վատ բան ես ասում էլի նույն բանն են ասում ըմի սաղ սարերը ապրանքա տարել են մարդիկ պահում են բաները ասենք ընդունման կետ չկա Մարդիկը բոչկենացած դես են տանում, դեն են տանում, հեռախոսով ռեկլամ են անում, պանիր ունենք։ Բայց որ մի կետը լի մարդիկ կբերեն, կացնել կհանձնեն, իրանց պանիրն էլ կհանձնեն, էտա ինչ ասեմ։ Եվ ընդանոցը մի սուտի ստուգումա, մանի մատի խաղը մի քիչ տեղից ընկել ասում են գնա մի 100 մանեթ մուտ կարա, եթե այդ մարդը թոշակ աստանում, 30-40 մանեթ օրինակ։ Ասմա հիվանդանոցը գինը գնա 600 մուծ է, որ չի կատ է անեն, չգիտեմ ինչ ստուգեն։ Վատա, մեր ժողովրդի աշխատածն ու հիվանդանոցի գները շատ վատա, ես դա կասեմ, մեղք է ժողովրդը։ Շատ փող ունեցողին թող 100,000-ով, 200,000-ով, 500,000-ով բուժե։ Այն աղքատ գեղացուն էլ որ տեն ման աշխատանք չունի, ամիսը մի 30-40 այդ աշխատում, թող նրան էլ ասեն, քո հիվանդանոցի մուծումը օրինակ մի 1000 դրամա, 2000 դրամա, ես դա եմ ուզում, մինը ես իմ դուբայներից տուն չի գալի, նրան էլ ասում 100,000 գնամուց է, որ կիստուկ եք են խեղճ աղքատին էլ ասում, դու էլ գնա այդ նույն գումերը մուծ է, այ դա անում հարցը։
Իսկ հայրենիքը պաշտպանելու վաղտը էլի են հարուստի տղեն թաքցնում են, բանակ չի գնում, գալիս են գերամ երկու աղքատի, ես էլ իրեղի կրկաշին տալով, որնա բնի մաթել չի այդ գործից, առաջ են գտում տանում ասում են կտորվեցին, բա ինչ տերոլի, եթե մի մարդ վերորդ չի, նա գնալտի ավտոբուս քշե, սամալյոտ քշե, գնալտի գլուխն ուտել, իսկ եթե մի մարդ զենքից հասկանում ան ակարա իր երկիրը պաշտպանել, ես դա կասեմ, օրինակ ես 60 տարեկան եմ 3-4 անգամ ծառայության եմ գնացել, են կռիվների վաղտը 3 ամսով ծառայել ենք, շատ լավ է, ուերելի, գոնե եթե բանակը քիչ է, զապասի այս մեր տարիքի մարդիկը, դուզն ասած, հմի ասենք կարող է ըստեն են մի 100 մետր լավ տենում, բայց ասեղը կարեմ չեմ թելեմ օրինակ, աչքս առանցակն ըստեմ չի, մենք ասենք կարալ չենք որ ասենք գնանք կրակենք բան, բայց մենք էլ մի բնիկ հոմակ կնենք մեր երկրին, ինչ ասենք։ Հա, մի բան էլ կասեմ։ Ես ափսոսում եմ մեր պետական բյուջեից թե ինչ որ ուրիշ տեղի ուղարկված փողերը, յուղ կա 5 երեխա, 10 երեխա է։ Մանկապարտեզը շինում 500 հոգյանոց, այն դովիղ յուղ կա, դպրոց են շինում 7 աշակերտ է։ Կարան նոյեմբերյան ավտոբուս տնեն, արագ տանի բերեվի։ Քաստե այդ միլիարդնի ծախսեն այդ դպրոցը սարքեն, անմիտք բան։ Կարան ավտոբուսը դնեն 7 կիլոմետր թե 3-ա, իրանց ավտոբուսը տանի բերե ավելի 20-30 տարի օգուտով կփակես պետքինը։ Ասում եմ, ես գրագետ չեմ, բայց հասկանում եմ, որ ափսոս է այդ միլիարդնի շաշ ծախսել։ Կարելի ավտոբուսով էտրեղ հանցա ամեն օր տանել դպրոց բերել։ Մի քանի գյուղում դե բաներ են շինում։ Ենք իրանց մասին 300 հոգյանոց դպրոց հաշինել, ինչ որ տակին հարգերա ամուր սարքած գիտեմ ինչ։ Եթե ընդ մի 30 աշակերտը 7 միլիոնին ծախսում ես դպրոց մի շինել, կլուբ մի շինել, են որ բլինդաժ են շինում պատրաստում են, գուցե նրա վրա ավելի շատ ծախսան, ավելի օգուտելի, քաշտ ծախսերով։ Մի քանի հատ էլ մանկապարտեզ նոր են շինել 2 տարի շինել։ Եթե այս գյուղում մի 20 երեխա է, ծախսվում է, հետո ասում են, բանա, փող չկար ես գործը սարքեն կամ ասենք, այ մարդ փող չկար, հիմար ծախսում եք, բայց դուք տենեմ չեք գրագետ, խելացի մարդիկ եք, այդ փողը մարդիկ են հմի տուն աշինում, տրակտորը դրել է 20 օր քանդում է որ տուն շինե, այ դուզ տեղ այդ մարդին տնատեղ տվեք թող այդ դուզ տեղը սարքե, պարտադիր է 3 միլիոն ծախսեք, որ մի այսքան պլաշատ կա, բացանեք։ Բերելից է գալի ամեն ինչը, չեն աշխատում, ինչ են աշխատում։ Օրինակ, ես տարական մի 2 տոննա միս եմ հանձնում, մի օր գալիս 2000, մի օր գալիս 3000, մի օր 3000 ընկալ, ստանդարտ թող 1000 դրամ բերի, ես գիտեմ 1000 դրամ է, պհեմ, չպհեմ։ Կարամ մի ամսում 3 ձետ փող, մի ամսում, դե ով է փոխում, թող աչքները հանում։ Ով է փոխում։ Առետրականները, իվան հանում կատ մեկ աշխատում։ Մաղելից է նհե սրանից։ Ամեն ինչ էր խնդիրը, յուղում ապեր խնդիրը, յուղում ապեր խնդիրը։ Բալքի լավն էլի, լավ կառավարություն ունենանք, ես չեմ ասում լավ ղեկավար։ Ղեկավարը շատ սխալնի ունենա, բայց կողքին 40-50 հատ պարլամենտի աշխատող կա։ Պետք է մտածեն այս ազգի մասին, ուղղեն, կարող է մինը սխալ ճանապարհով գնամ, ասեն ախպեր, կարող է դու դες մտածեմ, բայց մենք հայ ենք, մեր ազգի համար մտածել է պետք։ Չեն ուղղում, ընտրություն ենք ուղղեն։ Ես չեմ գնամ դրության, 30 տարի գնացել դիշնա փոխվում, չի փոխվում, տամել չեն գնում էլի։ Առաջնորդը կարա հեխապ է, ասմա իմ լիզ դրած պապա ասեր, բերթը անարիկա չեն կարա գրավեն, եթե լավ խապես, կարաս կռիվա հաղթես։ Հիմի մեզ են հենց ընտրությունների վաղթը խապում են, ու մտնում բերթը, ընդեն ելնել ոչինչ չես կարանես։ Դրա համար ասմա, նայա տով ոնց է խապում, որ ընտրվում է, հիմի ես դա կարամ ասեմ։ Եթե լավ սուտ ասեք, այնա լավ խապե, էլի կարող ընտրել։ Նայած ոնց կհամոզեն։ Եթե ասե 3 միլիոն վարչապետ եք կտրեմ։ Դուք վարչապետ եք ձեզ զգում։ Այ կտոնը շինվի։ Ասկի թաման բանորնի չենք։ Կընտրենք, ծրագիրնին կներկայացնեն։ 3 միլիոն վարչապետ եք, հմել ասմա դուրն ուզում եք Պրոստը տրեք։ պրոբլեմը գիտես որն է։ Հիմի այնքան ասել են այն հին թակավորնի են, թե վարչապետնի են, թե պրեզիդենտնի են,
ու այնքան այդ նույն սուտն ասել են նահանց հանդեպ հույսը կտրել է ժողովրդի։ Այ մարդ, բա մի անկախ մարդ չկա գասի, արա ես էլ կենդու մարդ եմ ուզում եմ վարչապետ ալիմ, իմ ծրագիրս այա։ Ես դա եմ ուզում ասեմ։ Մի հատ ծանոթանանք, դենք նա ոնց է խափում։ Ինչ սուտ ասում, որ հավատանք։ Ես շատ սիրունն էլ չի պետք։ Եկ այդ մարդը լի ժողովրդի մար մտած է, այս հիվանդանոցի կներեց ծծացնեն, մեղքը ժողովրդը։ Օրնատ կատա, մեկ այսքան դինջա տատ չէին։